քննարկել։ Եվ քանի որ առաջարկից խոսում Կամ ձեր տաղավար էլի ստացվեց։ Համեցեք, արդյոք ձեզ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, որտեղ մամուլը բարբերաբարում էր այդ մասին, որ ձեզ առաջարկվել է եւ դեռևս որոշում չեք կայացրել, առհասարակ նման առաջարկ ձեզ արվել եւ ինչ եք մտածում այդ պաշտոնը զբաղեցնելու մասին, եթե նույնիսկ դա անհեթեթություն է։ Ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում։ Մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ եւ նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն է։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել եւ չեմ խոսել, այն բան կա, հա, հայտնի արտահայտություն կա, մամուլից եմ իմացել, ինչպես նաեւ տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաեւ տեսել եմ այդ նախագահի տարբերակը, չգիտեմ, դեսպանի, ինչ ասես խոսում եմ։ Ոչ, հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել եւ նման խոսակցությունը խնդրեմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Բայց ակտիվ քաղաքականություն Բայց ինչի պետք է վերադառնամ, ինպես քաղաքական գործիչները շատ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը եմ թողնեմ այսպես ասած եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել, ես քարոզարշավի մեջ եմ եղել եւ ես մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ եւ վարչապետի հետ միասին բան եմ խոստացել։ Հիմա իմ խրամատը ես 5 տարի ստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Ինչ ա փոխվել։ Բանա, տենց այդ ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։